սպանություններ, ինքնասպանություններ ու կենցաղային հաշվեհարդարներ։ Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող մահացու միջադեպերի սև շղթային կարծես վերջ չկա, եւ սա դարձել է մտահոգությունների լուրջ պատճառ։ 2026 թվականի փետրվարը կարելի է համարել ներքին ցնցումների ամիս։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակին գնահատական տալուց առաջ նախ փորձում է պատճառները մեջ բերել։ Այն բոլոր ստրեսները, որոնցով մեր հասարակությունը անցավ, դա կլինի COVID, պատերազմ, հետպատերազմյան շրջան, քաղաքական լարվածություններ, տարբեր տիպի խնդիրներ, որոնք առաջանում են տարբեր խմբավորումների միջև, դրանք կլինեն քաղաքական, կրոնական, թե տնտեսական տարբեր խմբերի միջև եւ թե խաղային ինչ-որ կռիվների տեսքով, դրանք ազդում են հասարակության վրա եւ նորմալիզացվում է բռնությունը փաստացի, ուժով հարց լուծելու, ուժեղ տղա երևալու, ինքնահաստատվելու նաեւ ուժի միջոցով։ Բռնության ու զենքի կիրառման խնդիրները մեր երկրում ունեն ավելի խորքային պատճառներ։ Դեպքերի շարունակականությունը կանխելու համար եւ իրավապահ համակարգում եւ հանրության տարբեր շրջանակներում ու հանրակրթական հաստատություններում առկա բացթողումները պետք է շտկել, կարծում է իրավապաշտպանը։ Եթե մենք դիտարկենք, որ այո, այս պահին մենք ունենք ոստիկանություն, որը կարող է արձագանքել այդ դեպքին եւ պարտավոր է արձագանքել, նախականխել, կանխել եւ հետագայում նաեւ այլ գործողություններ իրականացնել օրինականության շրջանակներում, դա շատ քիչ կլինի։ Դա դարձել է կարծես թե մշակույթ եւ այդ բռնության մշակույթի փոփոխությունը ամբողջ հասարակության խնդիրն է նաեւ։ Շուտով ընտրություններ են, իսկ դա նշանակում է սպասել նոր բախումների ու ուժի ցուցադրության։ Ցավոք մենք հիմա թևակողում ենք մի վտանգավոր շրջան, որը կոչվում է ընտրաշավ, եւ մշտապես ընտրական, նախընտրական եւ հետընտրական process-ները Հայաստանում ուղեկցվել են ուժի ցուցադրությամբ, ուժով տիրանալու իշխանությանը կամ հակառակը ուժով պահելու իշխանությունը։ Հենց այն ժամանակահատվածը, երբ կրքերը թեժանում են եւ խմբավորումները փորձում են ինքնահաստատվել միմյանց վրա, պետք է բացառել բռնության լեզվով առնվազն խոսելը եւ բռնության լեզվով գործելը։ Մեր երկրում օրորի ավելանում է բռնությունն ու նկատվում է ագրեսիայի աճ։ Իրավապաշտպանը մտահոգված է։ Քանի որ նաև զենքի հասանելիությունն է շատացել, հատկապես պատերազմից հետո բավականաչափ զենքի քանակ հայտնվել է հասարակության ձեռքին, ինչպես նաև մատչելիությունն է ավելի մեծացել զենք ձեռք բերելու համար։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ շատ հաճախ այդ զենքը կրակում է, իսկ եթե դա հրազեն չէ, ապա դանակը մշտապես կա ու կա, եւ սառը զենքերով հաղորդակցվելը, այսպես ասած, այդ մեթոդով հարցեր լուծելը դառնում է բավական դյուրին եւ լեգիտիմ։ Հայաստանում սպանությունների դեպքերը տարեց տարի ավելանում են 2023-24 թվականների համեմատ 2025-ին դեպքերն ավելացել են։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, 2026-ի ավարտին կբախվենք ավելի լուրջ վիճակագրության հետ։ Վերջին շրջանում նկատվող տխրահարույց դեպքերի ֆոնին մենք հասկանում ենք նաև, որ մեծահասակների մոտ եւս բացակայում է պարզապես բանակցության միջոցով որևէ հարց լուծելու հմտությունը եւ անմիջապես դիմում են ուժային միջոցների, իրականում այդ բոլոր հմտությունները դեռևս մանկության տարիներին են ձեռք բերվում, հատկապես ընտանիքներում, միջավայրում եւ այլն։ Արձանագրված ինքնասպանության դեպքերը եւս մտահոգիչ են, ասում է հոգեբանը։ Հիմնականում ըստ վերջին տվյալների շատ են խաղամոլության զոհ գնացած մարդկանց, նպատակները հեռանալու կյանքից, այնպիսի մարդիկ, ովքեր հետ պատերազմական վիճակում են գտնվում, դեպրեսիվ վիճակում են։ Ասում է, ցանկացած ագրեսիվ գործողության հետևում թաքնված են մանկական տրավմաներն ու ոչ ճիշտ դաստիարակության մեթոդները։ Երբ որ երեխաները փոքր տարիքից հայտնվում են իրավիճակում, որտեղ սխալ են գործել,
Լինում են որոշակի կարծրատիպեր, որ չի կարելի ներողություն խնդրել, որ դու ճիշտ ես ու հատկապես տղաների դեպքում մենք շատ ասում ենք, որ տղա ես, պիտի ուժեղ լինես, բոլոր խնդիրները պետք է հաղթահարես եւ այլն։ Եվ այդպիսով մենք հետագայում ավելի հասուն տարիքում ունենում ենք հասուն տղամարդիկ, ովքեր կամ չեն ընդունում իրենց սխալները, որովհետեւ դա համարում են թուլության նշան, կամ որևէ խնդրի բախվելիս չեն խնդրում օգնություն հարազատներից։ Տարաձայնություններ ունեցող կողմերին հոգեբանը խորհուրդ է տալիս հաղորդակցվել, իրավիճակը վերլուծել առանց միմյանց քննադատելու։ Փետրվարյան մահերը լուրջ ազդակ են պատկան մարմինների համար։ Եթե հանրության ներսում առկա ագրեսիվ վարքագծին չտրվի համակարգային լուծում, ապա մահվան վիճակագրություն ներկայացնելը կարող է դառնալ ամենօրյա սովորական լուր։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմալուր։